Մայիսի 25-ին Երևանում վարդատոնն են նշել։ Տոնը նվիրվում է աշխուղական երգի վարպետ Սայաթ Նովայի հիշատակին։ Հանրային ռադիոյի Սայաթ Նովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլը, Ջիվանու անվան աշխուղական դպրոցի սաները, պարախմբեր, մտավորականներ երթով անցել են Սայաթ Նովա փողոցով, ապա կոնսերվատորիայի դիմացի այգում վարդեր են զետեղել Սայաթ Նովայի հուշարձանի մոտ։ Տոնական համերգ է տեղի ունեցել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մուտքի առջև։ Միջոցառումը նախաձեռնել էր աշխուղագետ Թովմաս Պողոսյանը։ Մայիսի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնի բացման համերգը։ Ելույթ է ունեցել «Ասոնանս» անսամբլը։ Ծրագրում հնչել են Տիգրան Մանսուրյանի, Կամելա Ցեպկոլենկոյի, Ջուլիաննո Բրակիի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մի շարք գործեր Հայաստանում առաջին անգամ են ներկայացվել։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացման առաջնախաղ է տեղի ունեցել։ Հանդիսատեսը դիտել է «Մահապատժի քրոնիկներ» ներկայացումը ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի հայտարարված սպանության քրոնիկոն վիպակի։ Պարոնյան թատրոնում առաջին անգամ են Մարկես բեմադրել։ Ներկայացումն անխուսափելի մահվան, համընդհանուր մեղքի, տագնապալի լռության եւ հավերժական չմեռնող սիրո մասին է։ Պատմություն, որտեղ բոլորը գիտեն ճշմարտությունը, բայց ոչ ոք չի բարձրաձայնում։ Հերոսներն ապրում են ինքնախաբեության մեջ, արդարացնելով սեփական անտարբերությունը։ Ներկայացումը բեմադրել է Սամսոն Մովսեսյանը։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ Հայաստանում Իտալիայի դեսպանությունը մայիսի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել են «Իտալական երաժշտությունը» ֆիլմերում համերգային ծրագիրը։ Երեկոյի ընթացքում հնչել են սաունդթրեքեր հայտնի ֆիլմերից եւ իտալացի նշանավոր կոմպոզիտորների, երգահանների ստեղծագործություններ։ Համերգին մասնակցել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով, Երևանի պետական կամերային երգչախումբը, Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցը, մենակատարներ։ Համերգը ղեկավարել է Ալֆրեդո Ստիլոն։ Հովեր պետական կամերային երգչախումբը մայիսի 27-ին ներկայացրել է խմբերգային երաժշտության համերգ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ խմբավար Ռաֆայել Մանգասարյանին։ Համերգին մասնակցել են նաև կոնսերվատորիայի Կոմիտաս երգչախումբը, Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը եւ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախումբը։ Ներկայացվել են հոգեվոր, ժողովրդական ու ժամանակակից ստեղծագործություններ։ Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Հայաստանի ազգային գրադարանը եւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը կազմակերպել են «Վարպետը ազգայինում 150 ցուցանմուշ» խորագրով միջոցառում։ Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացվել են հազվագյուտ հրատարակություններ, ինքնագրերով, ընծայագրերով գրքեր, բացառիկ նմուշներ։ Միջոցառման պատվավոր հյուրն էր վարպետի թոռը գրականագետ Ավիկ Իսահակյանը։ Բանախոսները ներկայացրել են վարպետի գրական ժառանգության առանձնահատկությունները։ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան օրը տեղի կունենա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգը։ Կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մրցույթն այս տարի անցկացվում է դիրիժորություն մասնագիտական կարգում։ Հայաստանում կհյուրընկալվի 18 երիտասարդ դիրիժոր 12 երկրից։ Հունիսի 7-ից 11-ը մասնակից դիրիժորները կներկայացնեն իրենց վարպետությունը ղեկավարելով նվագախումբը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է։ Հունիսի 14-ին ժամը 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ։ Մենահամերգով հանդես կգա Հարություն Թաքֆորյանը։ Համերգին կմասնակցեն կանոնահարուհի Մարիանա Գևորգյանը, սոպրանո Վարդ Ենոքյանը, մեծո սոպրանո Ռիմա Ստեփանյանը։ Սովորական մի օր Ալիսը խաղում էր իր կատուների հետ։ Նրանք միշտ միասին շախմատ էին խաղում։ Ալիսն ամեն անգամ հիանում էր շախմատի թագուհիների ուժով ու գեղեցկությամբ ու երազում էր նրանց նման լինել։
Հունիսի 18-ին ժամը 19-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Երևանի Մնջախաղի պետական թատրոնը կներկայացնի Քերոլի Ալիսը հրաշքների աշխարհում եւ Ալիսը հայելու աշխարհում հեքիաթները։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը հունիսի 7-ին ժամը 19:30-ին կներկայացնի Ռեյ Բրեդբրի խատուտիկի գինին։ Բեմականացման հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է։ Իրադարձությունները ծավալվում են 1928 թվականի ամռանը երևակայական քաղաք Գրինթաունում, երկու եղբայրների, նրանց ընտանիքների, հարևանների եւ ընկերների միջև։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 6-ին ժամը 19:30-ին հնագույն երաժշտության տաղարան համույթը կներկայացնի ֆրանսիական բարոկկո Գրիգոր Առաքելյան համերգը։ Կհնչեն ֆրանսիական բարոկկոյի լավագույն ներկայացուցիչների ստեղծագործությունները, որպես մենակատար եւ դիրիժոր հանդես կգա Գրիգոր Առաքելյանը։